Վերադարձանք մենք էլ տաղավար, լսեցինք երաժշտություն ու հիմա լայն ժպիտներով ասում ենք, որ խոհանոցի ժամն է եկել եւ այո, խոհանոցում մենք ունենք այսօր հյուր։ Հատուկ հյուր, խոսքը Լիլի Բագրատոնիի մասին է, բարի լույս, Լիլի, ֆուդբլոգեր, շատ համեղություններ պատրաստող, մի դրական անձնավորություն, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ես էլ եմ շատ ուրախ, շնորհակալ եմ։ Եվ շատ հետաքրքիր է, թե ինչ ենք պատրաստում, որովհետև մթերքները շատ են ձեր սեղանին արդեն, իսկ խնդրում եմ ներկայացնես ինչ է հարկավոր եւ ինչ ենք պատրաստելու։ Շատ լավ։ Քանի որ ամառ է, առաջարկում եմ ամառային զովացնող ըմպելիք պատրաստենք, որը ինչ ամառը սկսվել է, մեր տնից անպակաս է։ Կարծում եմ բոլորիս եւ ինչ է հարկավոր։ Մեզ հարկավոր է լինելու ելակ, անանուխ, ջուր, սառույց եւ մի փոքր օշարակ քաղցրության համար։ Շատ հետաքրքիր է։ Ելակն ու անանուխը արդեն իսկ հետաքրքիր է եւ տեսնենք։ Բայց դա ղելի մրգերը հապալաս ոնց որ։ Սա արդեն մյուս ուտեստի համար։ Տարբեր ըմպելիք եւ ուտեստ ունենք։ Հրաշալի։ Սա առաջին անգամ եք պատրաստում, թե հատուկ մեր համար եք մտածել։ Ուտեստը հատուկ ձեր համար եմ պատրաստում։ Չէ, Բաղադրատոմսը նկատի ունեի։ Բաղադրատոմսն էլ։ Առաջին անգամ Այո, առաջին անգամ։ Հրաշալի։ Շատ բարձ բաղադրատոմս է, բայց շատ ամառային, այսպես համահունչ եղանակին ու շատ համեղ, կարծում եմ։ Մենք վստահ ենք։ Իսկ հաճախ է լինում, որ սենց առաջին անգամ ինչ-որ նոր բաղադրատոմսեր եք մտածում։ Ոչինչ, չէ՞ որ դուք ընթացքում աշխատեք, մենք ձեզ մի քիչ խանգար ենք։ Խանգար եք։ Պատահում է։ Անցյալ անգամ, երբ որ էլի նկարվում էի ձեր հանրայինի եթերում, էլի գրեթե բոլոր բաղադրատոմսերս առաջին անգամ էին։ Այնպես որ Եվ վախենալու չէ առաջին անգամ հենց ուղիղ եթերում պատրաստել որևիցե բան, քանի որ արագ է եւ հեշտ է։ Այո։ Բայց ես վստահ եմ, որ դուք ձեր բլոգն էլ վարելիս կարծես թե ամեն ինչ մեկ այսպես դուբլով է արվում, մեկ կադրով է արվում։ Ուշադիր հետևել է Ռուբենը։ Հա, ինձ թվում է, որ դուք ուղիղ եթերի մեծ փորձ ունեք։ Ուղիղ եթերում առաջին անգամ եմ իրականում, հնարավոր է մի քիչ լարվեմ, ինձ թողներ են հեռուստադիտողները։ Չի լարվել։ Ձեզ թվում է մենք չենք լարվում, մենք ամեն օր ենք լարվում, մենք հիմա էլ ենք լարված, բայց երևում է, չի երևում։ Ընդհանրապես։ Ելակը կտրատում ենք։ Ելակը կտրատում ենք, լցնում ենք այսպես պորցիոն բաժակների մեջ։ Ես հատուկ ձեր համար եմ պատրաստում, դրա համար խնդրեցի, որ բաժակներ բերեն, այլ ոչ թե մեծ տարա։ Լցնում ենք բաժակի մեջ։ Բայց կարելի ամբողջական է լցնել իրականում, ուղղակի այսպես ավելի բույրը կտարածվի ու շատ համեղ կստացվի։ Իսկ կարող ենք ելակին ուրիշ բան փոխարինող որպես ընտրել, եթե չկա այս բանը։ Կարծում եմ ելակ ցանկալի չէ։ Ազնվամորի։ Շատ լավ։ Բայց ելակով ավելի համեղ է ստացվում։ Անանուխը վստահ եմ թարմություն կտա։ Այո։ Անանուխն ենք կտրատում մի փոքր։ Ինձ թվում է նույնպես բույրի համար։ Այո։ Եվ աշխատում ենք այսպես ձեռքերով մի փոքր ճզմել, որպեսզի բացվեն իր ներսի հյութը եւ տարածվի մեր։ Լիլի, ես երբ որ հետևում էի ձեր բլոգին, հասկացա, որ դուք ավելի շատ եք ուշադրության կենտրոնում պահում քաղցրավենիք, աղանդեր ավելի շատ եք պատրաստում, կարծես թե։ Թե ինձ սխալ թվաց, չգիտեմ։ Չէ, ճիշտ է, քանի որ երեխաներ ունեմ տանը, իրանք քաղցրակեր են, ես էլ եմ իդեպ քաղցրակեր։ Անհույս չեն գնացել երեխաները մայրիկից, այո։ Այո։ Ու հետևաբար փորձում եմ այնպես անեմ, որ իրենք իմ պատրաստած բաղադրատոմսերը վերջում ուտեն։ Անպայման։ Լավ, մի փոքր պատմեք, թե ինչպես է սկսվում ձեր առավոտը եւ արդյոք նախաճաշում եք։ Շատ լավ հարց տվեցիք, իմ առավոտը սկսում է ձեզ հետ։ Սա Մենք շատ ուրախ ենք։ Երկերեսություն։ Առավոտը արտանում եմ, սուրճս վերցնում եմ, դա որ այսպես ասած արարողակարգ է։ Նստում եմ ու հետևում եմ ձեզ։ Իսկ նախաճաշ երեխաների համար եւ ինքներդ չեք նախաճաշում վաղ առավոտյան։ Առավոտը շատ շուտ է սկսվում 7-ին ու այդպես այդ ընթացքում հասցնում եմ ամեն ինչ անել, մինչեւ իրանք կարթնանան։ Այո, հասկանալի է։ Ես այստեղ ելակն ու անանուխը տրորեցի մի փոքր։ Հիմա ավելացնելու եմ սառույց։ Ես կողմ եմ, գիտես, ըմպելիքին։ Մենք առասարակ վերջերս մի ընկեր ունեմ, խոսում ենք հեղուկ ինչքան հաճախ պետք է օգտագործենք, ինչքան շատ պետք է օգտագործենք, հատկապես ամռանը, մեր չոր ամռանը։ Եվ շատ մարդիկ կան, ովքեր չեն սիրում հենց ջուր, պարզապես ջուր խմել, եւ սա հրաշալի տարբերակ է։ Իհարկե։
ելակը, անանուխը։ Եվ մենք հասանք այն մտքին, որ հայերից մեծ մասը կարծես թե կակտուս լինի։ Ջուր չի խմում, հեղուկ չի օգտագործում։ Բայց շատ այլ հեղուկներ են օգտագործում, թեյն էլ է համարվում հեղուկ, հյութերն էլ են համարվում։ Չէ, օրինակ իմ շրջապատում այդ թվում նաև ես, շատ քիչ եմ օգտագործում հեղուկ։ Երբեմն մոռանում եմ նույնիսկ։ Ֆիզիկական աշխատանք ենք անում, փորձեր, բայց հեղուկի բալանսը կարծես թե ճիշտ չեն կարողանում միշտ պահել։ Սառույցի վրա ենք լցնելու նաև հիմա Սառույցի վրա ես լցնում ենք կիտրոնը, լայմը, այո։ Լիլի, նշեցիք, որ կողմնակից եք ավելի շատ եք սիրում պատրաստել քաղցրավենիքը, աղանդերը։ Այդպես ստացվել է ուղղակի, բայց աշխատում եմ։ Ահա, բայց նաև պետք է սրա մասին խոսել անպայման, արդյոք դուք կողմնակից եք առողջ ապրելակերպի, երեխաներին շատ քաղցրավենիք չտալ։ Այո, միանշանակ կողմ եմ, միանշանակ ես իմ էջում նաև աշխատում եմ դնել առողջ քաղցրավենիք, եթե մի հատ արդեն պատրաստել եմ, շուտով կտեղադրեմ, այնպես որ շատ կողմ եմ, այո, քաղցրը ինչքան քիչ լինի, ինչքան բնական լինի, այդքան ճիշտ է։ Ինչ ավելացրեցիք։ Ես ավելացրել եմ լայմ, ավելացրել եմ ելակի օշարակ, սա ուղղակի մի փոքր քաղցրություն հաղորդելու եւ համը ավելի ընդգծելու համար։ Հիմա ջուրն եք ման գալիս։ Այո, ջուրն եմ փնտրում։ Ավելացնում ենք ջուր, իհարկե կարելի է գազավորված ինչ-որ ըմպելիք ավելացնել, բայց ես նախընտրում եմ ջուր։ Մենք էլ։ Սառը ջուր։ Այո, ըմպելիքը պատրաստ է։ Խնդրեմ։ Բայց չմոռանանք, որ անանուխը եւ ելակը Լիլին ամենասկզբից այսպես տրորեց։ Այո, պարտադիր։ Եթերա յուղերը դուրս են գալիս եւ այդպես ավելի համեղ է ստացվում։ Եվ մի փոքրիկ այսպես շտրիխ գեղեցիկ մատուցելու համար։ Գույների գաման այստեղից երևում է։ Շատ գեղեցիկ է։ Այստեղ միայն պակասում են ձողիկները, բայց ոչինչ։ Ոչինչ։ Տոհմիկի բույրը կտարածվի ընթացքում, մենք էլ վերջում արդեն անպայման կփորձենք, իսկ հիմա կարծես թե սա վերջացրեցինք։ Սա վերջացրեցինք, հիմա արագ կարպաչո ենք պատրաստելու, անսովոր մի փոքր բոլորի համար, մրգային կարպաչո է լինելու։ Ախ, մրգային կարպաչո է լինելու, որովհետև կարպաչոն այսպես բոլորիս հայտնի է մսային տեստ է։ Ջեռոցին ոչինչ չկա դրած, բայց կարպաչոն ջեռոցի մեջ չեն դնում, ռուբեն։ Դե այդ միսը ոնց էինք պատրաստել։ Ռուբեն, հումիս է։ Հումիսը շատ բարակ կտրատում է։ Այսօր հումիս չեն ուտելու, այսօր հումիս չեն ուտելու, որովհետև կարպաչոն հենց մրգերից է պատրաստվում։ Հրաշալի։ Ես դեր համար թեթև Այսինքն կարպաչոյի համար էր մեզ մնացած բաղադրիչները այդտեղ որ կան։ Իսկ ինչ բաղադրիչներ են հարկավոր։ Մեր բաղադրիչը անանասն է։ Ահա։ Ընտրել ենք հասուն անանաս։ Մնում է կեղևազրկել։ Որը ձեզ մոտ շատ արագ է ստացվում եւ հեշտ կարծես։ Ամենայն դեպս այդպես է երևում։ Ես շատ մասնագետ չեմ անանաս կտրելու, բայց այսպես փոքրիկ մանրուքները թվացել է, որ շատ դժվար է կեղևազրկելը։ Արքայախնձորը։ Բայց սա այն միտքն է, որ միշտ ամանորին բոլորի տանը գոնե մեկական կա։ Ամանորին։ Չէ՞, ամանորին բոլորը տենց։ Փառք Աստծո, այնպիսի ժամանակներ են, որ միշտ կարող ենք մեզ թույլ տալ։ Ո՞վ է պետք մնում է սեղանին։ Մինչև վերջը փչանում։ Ոչ ոք չի կեղևազրկում։ Ոչ ոք չի կեղևազրկում, վերջը փչանում, տանում ենք կսում են։ Ահա, կեղևը տենենք նետում։ Բայց շատ հետաքրքիր գունային գամմա է լինելու։ Ասեմ, ես արդեն այստեղից տեսնում եմ այդ դեղինը, հապալասի գույնը, ելակը։ Դու պատկերացնում ես։ Քանի որ անանասի կենտրոնում կա ոչ պիտանի հատված, այդ հատվածն էլ հիմա կհեռացնենք։ Պիտանի չի մեջտեղի հատվածը։ Ոչ համունի, ոչ քաղցրություն։ Այո, ինքը կոշտ մասը պետք է հեռացնել։ Իսկ կա ինչ-որ մի ձեր բաղադրատոմսերում հատուկ բաղադրատոմս, որը ընտանիքի կողմից ամենաշատն է սիրված ու ձեր տան մշտական սեղանին այսպես իր տեղն ունի։
Այսպես որ ասեմ, մշտական սեղանին չէ, բայց ունենք ազգային, հա, կերակրատեսակներ, որ շատ ընդունված է մեր տանը։ Քանի որ ես ծնունդով Ջերմուկից եմ, Վայոց Ձոր մարզից, այնտեղ մենք շատ համեղ ճաշատեսակ ունենք, որ դա պատրաստում ենք ամբողջ ընտանիքի համար։ Ինչպես է կոչվում։ Չորաթան, քյալագյոշ, մի քանի անվանում ունի, բայց իսկապես շատ համեղ է։ Ես վերջերս եմ փորձել, այսպես ասեմ, եւ շատ հավանել է։ Իսկ բաղադրատոմսը վերցրեցիր, ով պատրաստել է։ Դեռ մինչ օրս ռիսկի չեմ գնացել ինքնուրույն փորձել, բայց այնպես չէ, որ դժվար է պատրաստման process-ը։ Իրականում դժվար չի, եթե գիտես հաջորդականությունը։ Միակ դժվար բանը գլխավոր բաղադրիչն է, որ դա պատրաստում են ամռանը, չորացնում են արևի տակ։ Եթե ինքը կա, արդեն ճաշատեսակը հեշտ է պատրաստել։ Դա մածունից եւ կարագի թանից պատրաստված գնդիկներ են, որը չորացնում են հենց արևի տակ։ Այդ արևի բույրը հաղորդում եմ։ Ինչպես ես պատրաստել, Ռուբեն, կարող ես ինձ ասել։ Դե շենքի կտուրում կարելի է չորացնել կամ պատշգամբում։ Բայց դու միշտ պատրաստում ես, այսինքն դու ինքնուրույն վերցնում ես, դա չորացնում ես։ Ձմռանը շատ հաճախ պատրաստում ենք ու դա այսպես արարողակարգի նման, հա, ոնց են խաշ ուտում, մեզ մոտ դա է ընդունված։ Գնում ես այդ գնդիկները, թե ամռան ընթացքում։ Ճիշտն ասած, հիմա գնում ենք։ Այսքան վաճառքի կա գնդիկ։ Տեսնում ես, դու լսում ես ոնց պատրաստել։ Վաճառքի գնդիկները կան։ Երբ որ գնում եք շրջաններ, հատկապես մեր կողմ, հա, Վայոց Ձոր, հարցրեք չորաթան, անպայման ձեզ կտան։ Հասկացա։ Ես այստեղ անանասը բարակ շերտատում եմ։ Ահա։ Եռանկյունաձև գրեթե։ Լիլի, բայց դուք մասնագիտությամբ, ինչ մասնագիտություն ունեք։ Բլոգերությունը դնենք մի կողմ։ Մասնագիտությամբ ես մանկավարժ եմ։ Ավարտել եմ Արցախի պետական համալսարանը, բայց շատ քիչ եմ աշխատել, գրեթե չեմ աշխատել մասնագիտությամբ, որտեղ հետո ամուսնացել եմ, երեխաներ, խոսքով չի ստացվել։ Իսկ միշտ սիրել եք պատրաստել։ Պատրաստել այդպես չեմ հիշում, որ միշտ սիրել եմ, բայց մայրիկս քանի որ շատ լավ պատրաստում էր, ինքը սիրում էր ինձ ներգրավել այդ աշխատանքի մեջ, ի տարբերություն ինձ։ Ու երևի ի տարբերություն ես երբեք չեմ ներգրավում երեխաներին։ Սերը երևի այդտեղից է եկել։ Իսկ ինչպես որոշեցիք, որ այդ ամենը պետք է նկարահանել, մոնտաժել եւ արդեն իսկ տեղադրել սոցցանցերում։ Բոլորիս հայտնի է այդ 20 թվականը, հա, երբ բոլորս տանն էինք։ Այդպես ես սիրում էի պատրաստել, համեղ պատրաստել։ Աղջիկս ասեց՝ «Մամարի նկարենք»։ Այդպես։ Քանի որ տանն ենք ծնվեց։ Հրաշալի է։ Եվ 2020 թվականից, ահա, քիչ քայլերով, այո, սկսեցի 4 բաներ տեղադրել։ Այս նկատել եք 2020 թվականը ինչքան բան փոխեց ամբողջ աշխարհում։ Այո։ Եվ դեպի լավը, եւ դեպի վատը։ Որքան մարդ հրաժարվեց իր մասնագիտությունից եւ ձեռք բերեց նոր մասնագիտություն։ Դե մասնագիտություն քեզ մոտ ինչ-որ բան փոխվեց։ Մեծ է ասված, բայց քեզ մոտ ինչ-որ բան փոխվեց։ Ինձ մոտ ոչ մի բան։ Իմ արտաքինը փոխվեց 20 թվականին ընդամենը։ Լավ կարողացա գիրանալ, որովհետեւ ոչինչ չէինք անում։ Բայց լավ շրջան էր, ոչինչ չէինք անում, գումար ստանում էինք, աշխատավարձ ստանում էինք։ Դե բոլորը տանն միշտ համեղ ուտեստներ էին պատրաստում, էքսպերիմենտներ անել տանը։ Այո, խոհանոցում։ Դե իհարկե մենք էլ մեր վրա էր այդ ամեն ինչը, տղամարդկանց վրա էր փորձարկվում։ Դե համեղություններ ուտելուց էլ մենք էլ իրանում էինք։ Դե ես էլի։ 20 թվականը այո, իրականում շատ էսպես բան փոխվեց մարդկության կյանքում, ու այդ ընթացքը կարծում եմ Լիլի շատերս դեռ կհիշենք։ Լիլի, ինչպես են մեր գործերը։ Հրաշալի են, ես անանասը կտրատեցի, ինչպես հարկն է, կարպաչոյի նման, այսպես բարակ շերտատեցի, դասավորել եմ մատուցվող տարայի մեջ, հիմա այնտեղ տեղավորում եմ նաև ելակը։ Էլի բարակ կտրատում ես։ Էլի բարակ, այո։ Չէ որ կարպաչոյը պետք է լինի ամեն ինչը շատ բարակ շերտերով։ Սա բարակ։ Իսկ կենտրոնում էլ հապալասն ենք երևի թե լցնելու։ Թե հապալասնը պետք է կտրատենք։ Հապալասնել ենք, 2.5 կանենք, քանի որ հապալասը փոքր է, 2.5 կանենք։ Այսպես։ Իսկ այդտեղ անանուխ պետք չի։ Անանուխ պետք է, ճիշտ եք դուք, հենց այնպես չի այստեղ դրված, բայց
Անանուխը մի փոքր այլ կերպ ենք օգտագործելու։ Ամեն ինչ իր հերթին։ Կտրատում ենք նաև հապալասը, 2 կես ենք անում։ Մոտավորապես արդեն ձեր բլոգում քանի ուտեստ եք ցուցադրել։ Ոյ կհավատաք, որ ասեմ չեմ հիշի, երևի 250 եւ ավել։ Եվ որ ուտեստն է ամենաշատը սիրվել ձեր հետևորդների կողմից։ Ամենաշատը սիրվել է, չեք հավատա, Միկադոյի բաղադրատոմսը։ Միկադոյ։ Վերադառնում ենք քաղցրին։ Իմիջայլից մեր ազգը քաղցրակեր է, խմորակեր է, եւ եթե ինչ որ խմորային բան ես նկարում, դա պարտադիր շատ առաջ է գնում։ Նենց չի որ մենակ ես եմ քաղցրակեր։ Չէ, իհարկե, բոլորս էլ թաքուն քաղցրակեր ենք։ Այդքան որ ասում ենք չի կարելի ուշ ուտել, առողջ ապրելակերպ, միևնույն է ժամը կես գիշերին հասած ոնց լինի, միած զմերուկ չուտենք։ Իսկ զմերուկը պարունակում է ինչքան շաքար, այո։ Ու զմերուկով չենք սահմանափակում, զմերուկը կամաց դառնում է ծննդյան ինչ-որ հավաքական։ Հոп, գալով ավելանում են։ Երբեմն երեխաներն են արթնանում գալի, սկսում մասնակցել։ Բոլոր մրգերը կտրատեցինք, հիմա մենք մի փոքր կքերենք լայմ, մանր, այսպես մակերեսորեն ենք քերում, որպեսզի այդ սպիտակ հատվածը դառնությունը չփոխանցի։ Կանաչատվածը դառը չի, սպիտակը դառն է։ Այո, երբ որ հասնում ես սպիտակին, արդեն ինչ որ դառնություն կա։ Այսպես։ Հիմա մենք պատրաստում ենք թանձրուկը, որի հետ մատուցելու ենք մեր կարպաչոն։ Այս սա ամենահետաքրքիր պահն է։ Մատուցվող տարա ենք վերցնում։ Մեծ դանակը մեզ հարկավոր չի։ Այստեղ ավելացնում ենք հունական յոգուրտ։ Այո։ Առանց մրգային համերի։ Կարող է հունական յոգուրտին մեր հայկական մածունն էլ փոխարինել։ Ինչու ոչ, կարելի է։ Այնտեղ յուղայնության ինչ-որ թեմաներ կան։ Քանի որ սա մի փոքր ավելի նուրբ է, համը քաղցրեղենի հետ ցանկալի է սա։ Հիմա մեզ հարկավոր է հավանգ, որի մեջ մենք ծեծելու ենք անանուխը։ Նպատակը ճզմելն է անանուխին։ Այո։ Որպեսզի համն ու բույրը միանգամից զգացվի անանուխի։ Եվ այսպես մածուցիկ մասը ստացվի, հուսամ կստացվի մեզ մոտ։ Վստահ կստացվի։ Ու այդ ամենը պետք է խառնենք արդեն հունական յոգուրտի հետ։ Այո։ Շատ ճիշտ։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Այստեղ կավելացնենք մի փոքր լայմ։ Ջրային մասը ստեղծենք, որ ավելի մի փոքր հեշտ տրորվի։ Այսպես տրորում ենք։ Հրաշալի ձև եմ հյուրերին դիմավորելու եւ նրանց մատուցելու մրգային կարպաչո։ Ճիշտ է, երբեմն ուղակի կտրտած միրգը դնելը արդեն հետաքրքիր չի։ Այո։ Իսկ այս տարբերակ կարծում եմ շատ հետաքրքիր է, շատ համեղ, տարբերվող։ Իսկ մրգերը կարող ենք փոխել, օրինակ արքախնձորը։ Ես կարծում եմ կարելի է դեղձով։ Հենց դա ես ուզում ասել, այո, դեղձը։ Էլի, շատ համեղ կլինի։ Ոայ մեր հյութեղ հայկական է ասենք դեղձ։ Ծիրանով, ինչի՞ չէ։ Ծիրանը։ Այո, կարելի է եւ սեզոնային մրգեր ընտրել։ Բայց միևնույն է այս հունական յոգուրտը եւ անանուխը մեզ պետք է գալու։ Ուշիշ լայմը կա, նաեւ մի փոքր լայմ կա։ Փոքր լայմ, այո։ Ամենակարևոր բաղադրիչը է սա է լինելու։ Մի փոքր լայմ ճսում եմ։ Քաղցր ու թթվա շամ է լինելու ինձ թվում է։ Բայց նաև թարմացնող։ Ինձ թվում է այստեղ համային հրավառություն է լինելու։ Հետաքրքիր։ Դու զգում ես բույրը արդեն։ Ես անկեղծ Պետք է ասեմ այո։ Ես անկեղծ զգում եմ։ Դու զգում ես։
մի փոքր էլ եթե կարելի է տրորենք։ Դուք հանգիստ կարող եք տրորել, մենք չենք շտապում։ Դուք չեք շտապում, շատ լավ։ Մենք պարզապես ուզում ենք փորձել։ Մենք անամբեր ենք ուղղակի փորձելու առումով։ Բայց հասկանում ես, որ ինչքան թարմեցնող ու հետաքրքիր համեղություններ ենք փորձելու Լիլիի կողմից պատրաստված։ Այո։ Թարմեցնող հյութը կա, արդեն։ Ինձ անվանումն է շատ դուր եկել կարպաչո։ Մրգային կարպաչո, այո։ Ահա, պատրաստ է։ Պատրաստ է եւ ավելացնում ենք մեր յոգուրտի վրա։ Այսպես։ Իսկ այդ զովացուցիչ ճմպելիքը անուն ունի, թե չունի։ Զովացուցիչ ճմպելիքը կարող ենք անվանել ելակով եւ լայմով մոխիտո։ Օրինակ։ Ուղղակի։ Կամ առավոտ լուսո մոխիտո։ Առավոտ Այո, ինչի՞ չէ։ Դե հատուկ մեր առավոտ լուսոյի համար է չէ պատրաստվում։ Այո։ Իսկ այս մրգային կարպաչոն պատրաստել էիք արդեն, թե սա էլ նույնպես առաջին անգամ է։ Մրգային կարպաչոն առաջին անգամ է։ Հենց մրգային կարպաչոն էր առաջին անգամ։ Ըմպելիքը կար։ Այո։ Կարպաչոն է։ Մրգային կարպաչոն։ Մենք կարծես թե վերջացրեցինք։ Իսկ այդ թանդրուկը վերջում չենք ավելացնելու կարպաչոյի։ Թանդրուկը չենք ավելացնելու, թանդրուկով մենք մատուցում ենք, այսպես։ Մենք միրգը ուղղակի այսպես փորձելու ենք Միրգը, թաթախել։ այո, այսպես վերցնելու ենք, թաթախենք ինչպես ֆոնդյուն, հա։ Բայց ես ավելի ոնց որ առողջ տարբերակն է ընտրել։ Բայց ցանկացողները կարող են ասում նաև մրգերի վրա։ Կարելի նաև թանդրուկը դնել ներքևում, մրգերը շարել վրան։ Բայց քանի որ հյուրերի մեջ գուցե լինեն մարդիկ, ովքեր չեն օրինակ չսիրեն այդ թանդրուկը, այո։ Դրա համար ցանկալի է այսպես առանձին մատուցել։ Այ հենց նոր զգացի անանոխի բույրը։ Ուշ է հասնում ինձ։ Չէ, դու կարող ես Կարևորը հասնում է, գիտես, ես շատ ուրախ եմ։ Լիլի, պետք է ասենք, հրաշալի բաղադրատոմս առաջարկեցիր, նորություն էր սա, եւ քեզ համար եւ մեզ համար եւ հեռուստադիտողի համար հրաշալի առաջարկ ինչպես դիմավորել հյուրերին։ Եվ ամենակարևորը այս ամբրանը ինչպես կարելի նաև թարմացնել, փոխել տրամադրություն, ես վստահ եմ, որ այն ինչ առաջարկես դերին, վստահաբար կփոխի նաև ձեր տրամադրությունը։ Մինչ փորձելը եւ հատկապես փորձելուց հետո։ Շատ շնորհակալություն Լիլի, որ մեզ հետ էիք։ Շնորհակալություն, ես ձեզ մի փոքր նվեր ունեմ, իդեպ։ Ահա, այսքանը չէր մեր նվերները։ Դուք ճիշտ նշեցիք, ես քաղցրավենիքների սիրահար եմ ու ձեզ իմ քաղցրիկներից եմ բերել։ Հյուրասիրեմ, եթե կարելի է։ Իհարկե։ Համեցեք։ Ինչ գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ է։ Սա դեկորատիվ ինչ-որ բան չէ։ Դա ուտելու է, չթորոմող զեֆիրը ծաղիկներ են։ Փորձեք անպայման։ Ես ուզում ուղղակի ցուցադրել, որովհետև անկեղծ որ հասկանանք, թե ինչքան գեղեցիկ է։ Ինչքան գեղեցիկ է այս ամեն ինչը։ Ձերքի աշխատանքը։ Ու սա Լիլի, պետք է ասենք եւս մեկ անգամ շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, շարժվենք առաջ։